հայն հաց սիրողը։ Առանց հացի կյանք չկա։ Հայերիս համար հացը առաջին տեղում է։ Մեր հայերի համար շատ կարևոր է սրբությունը։ Մենք միշտ հայերս հացը դժվար ենք ստեղծել։ Չի կարելի հացի հետ վատ վարվել։ Չի կարելի։ Ինքն հացն չգիտեմ, մեծ նշանակություն ունի հացն։ Առաջին հացն է, ո՞նց կարաս հացի հետ վատ վերաբերվես։ Ես Մարգարիտան եմ, մասնագիտության բուժքույր եմ, բայց սիրում եմ խմորի հետ գործ ունենալը, դրա համար եկել եմ փուր ու սկսել եմ տաք հաց թխել։ Մտածեցի, որ մոտս կստացվի, ճիշտ ասած։ Փորձեցի, ստացվեց։ Ճիշտ է, երկար սովորելուց հետո, սխալներ անելուց հետո արդեն սկսեցինք նորմալ լավաշ թխել։ Մասնագիտությամբ հաց թուղ։ Չունեմ մասնագիտություն։ Ես պարզապես եկել եւ ընդունվել եմ այստեղ աշխատանքի։ 9 տարի աշխատում եմ։ Հիմա արդեն հացի թխման պահն է, որ արդեն լրիվ տաք է ջեռոցս, հացերը պետք է դնեմ մեջը եւ հետեւեմ իրա թխմանը։ Լավ կարմրացնենք, համով հացեր հանենք։ Եվ այսպես շարունակ մեր օրվա աշխատանքն է։ Առավոտը սկսում ենք խմորից, հունցելուց, մինչև թխման պահը։ Թխում ենք եւ գեղեցիկ հացեր ենք մատուցում։ Խմոր սանալու պրոցեսին օգտագործում ենք ջուրը, ալուրը, աղ, թթխմոր ու իրար հետ հունցում ենք 5 րոպե, 5 րոպեից ավել չենք հունցում, որովհետեւ արդեն ռեզինացման պրոցեսը կգնա։ Սովորել ենք արդեն արագության աշխատելուն։ Կնոջ համար դժվարություններ է, այսի ասենք այնտեղ ես խմորը հունցում եմ ինքնուրույն, թխում եմ, թխման պրոցեսը ամբողջը ինձ վրա է, բայց անում եմ սիրով, առանց տրտնջալու։ Մարդկանց թվում է, որ սա հեշտ աշխատանք է, դյուրին, ինչը խմոր է, ընդամենը գործիքով բացում են եւ այլն, բայց նա իր մեջ պարունակում է շատ նրբություններ։ Աշխատանքը հեշտանում է սովորելու ընթացքում, երբ դու արդեն տիրապետում ես աշխատանքին, աշխատանքը քեզ համադառնում է շատ դյուրին եւ հաճելի։ Հացը մեր սննդակարգի մեջ առաջի տեղն է գրավում, որը առանց հացի մարդ երկար գոյատևել չի կարող։ Պետք է լինի հացը, եւ հացը մեր, այսպես ասած, սա սրբություն, սուրբ աշխատանք է, այսպես կարելի ասել։ Մենք անում ենք սուրբ աշխատանք։ Մեր մոտ ընդհանրապես ձեռքով ենք աշխատում, որովհետեւ պետք է խմորի փափկությունը զգան, որ ավելի արագ ստացվի, մեր մոտ արագության վրա է ավելի շատ, պետք է պրոցեսը հասցնենք, եթե մեկը չհասցնի, արդեն մյուսները հետ կընկնեն աշխատանքից, էլի։ Ճիշտ է, դժվար աշխատանք է, բայց վաստակում ենք։ Օրը 700 հատ կամ 500 հատ, այդքան գցում եք։ Պիտի սիրով աշխատի, կարողանա ուզենա աշխատի խմորի հետ։ Թվում էր որպես վաստակի միջոց, բայց հետո երբ արդեն մտնում ես աշխատանքի մեջ, հասկանում ես, որ սա արվեստ է։ Հաց թուղը ինքը պահանջված մասնագիտություն է դարձել, կարող եմ ասել մասնագիտություն, քանի որ ոչ բոլորը կարող են զբաղվել լավաշի արտադրությամբ, քանի որ ինքը նուրբ է եւ իր մեջ շատ նրբություններ է պարունակում, այնպես որ սա մասնագիտություն է, այո։ Խմորից սկսենք մի անգամից, ոնց եմ խմորը անում, հա։ Մեր լավաշի արտադրության մեջ ոչ մի հավելումներ չենք օգտագործում, ոնց բնական կա, տենց հայկական լավաշ է, ավել բան չենք օգտագործում, որ մարդկանց օրգանիզմի համար վնաս չլինի, էլի։ Հիմա արդեն թխման բանը պրոցեսում է,
Պետք է հետևեմ իրան անդադ շրջեն, որ կարմերի հանեմ եւ բատոններն ա եւ մատնաքաշներն ա։ Արդեն գաթա խաչապուրին հանել եմ առաջի պարտիայից, արդեն տվել եմ վաճառքի։ Եվ էտա, հիմա ես մի պարտիան վերջացեցի, երկրորդը պետք է սկսեմ։ Նորից երկրորդ ալյուրը պետք է շաղաղեմ, նորից թխեմ, որ հասցնեմ երկրորդ պարտիայի տաք հացը մատուցենք խանութ։ Երկու տեսակ մատնաքաշն ա, մեկ էլ բատոններս։ Բատոնն էլ ա վաճառվում, բայց մատնաքաշն ա հիմնականում։ Դե բատոնը իր ուրացության հաշվին ինքը խմորը ավելի շատ է մեջը։ Իսկ մատնակաշը դե ասենք սիրելու վրա էլի մարդկանց ինչ ասե։ Մարդկա խմորոտա սիրում, մարդկա ասենք չորա սիրում, բուրումի համար։ Նորմալ հացեր եմ հանում։ Չգիտեմ, սա ալյուրի բանից է, թե իմ թխելուց է, բայց լավ հացեր է դուրս գալի։ Հիմա խմորը գնդում ենք, որ հասունանա, կարողանանք գցենք։ Ես հիմա կատարում եմ գրտնակի գործողություն, սա կոչվում է գրտնակ, գունդը հարթվում է և պատրաստվում է հաջորդ պրոցեսին։ Քանի որ սա բացառապես ձեռքի աշխատանք չէ, ինքը գեղեցիկ հարթվում է, քեզ մնում է միայն գեղեցիկ աշխատանք ձեռքի։ Մենք ստեղ ենք էլի չաղացել։ Ինձ պիտի բացեց, որ չավիրվի լավաշը, չգիտեմ, ուսերի չափով։ Վառել եմ։ Սկզբի օրերին վառում էի, խառնվում էի, ասենք շտապում էի, ուզում էի այնտեղ անեի, ստեղ անեի, մեկ էլ պահի տակ տեսնում էի արդեն հացս վառարանում վառվեց։ Եղել է դեպքեր, բայց շատ չէ։ Հա, եղել է, որ ակիչով ձեռներս ենք մի փոքր վնաս է, բայց դե սովորել ենք։ Սկզբի վախտն է տենց եղել, որ վնասել ենք մեզ։ Շատ առաջի օրերը շատ են վառել այ հետքերը։ Իսկ հիմա չէ, արդեն սովորել եմ վառարանին։ Էլ չեմ վառվում։ Աշխատանքը ինքը կոլեկտիվային աշխատանք է, թիմային։ Իմ աշխատանքի անձնակազմը շատ լավն է, ինչը ինձ պահել է այստեղ աշխատելու և արդեն երկար տարիներ ես այստեղ եմ, մթնոլորտը, աշխատանքին սովորելու և հարմարվելու գրաֆիկը, ինչպես նաև լավ թեթև մթնոլորտ աշխատանքային։ Այսենց հանում ենք մեր սիրունիկ հացերը, Օրը 160, 170 նայած։ Տարբեր չափեր քանակությամբ ենք թխում, կոնկրետ քանակ չունենք, կախված է վաճառքից։ Դե օգնում ենք, բա չենք օգնում։ Շատ մարդիկ են եկել, չեն կարացել աշխատեն, դուրս են եկել։ Շատերն են եկել, դուրս են եկել։ Կողքից հեշտ է թվում, ասում են ինչ կա դրա մեջ որ։ Բայց իրանրբություն ունի, ասես։ Պետք է նորմալ աշխատես, նորմալ բացես իր չափը, նորմալ կրտնակ տաս, որ ինքն սիրուն լավաշներ դուրս գա։ Մենք ուշադիր ենք, որպեսզի չվառի, դա գեղեցիկ սիրուն կարմիր հաց է։ Ամենակարևորը կարելի է ասել գցելն է, ամեն մարդ չի կարում։ Ինքն է հասկանում էլի, ոնց գցի, որ հացը չվառի, ոնց գցի, որ ինքը ավելի սիրուն լինի։ Մենակ առողջությունս որշների նոր այդ վաղ չեմ կարակամ, թե չէ շատ գոհ եմ, իմ աշխատանքից, վարձատրությունից, ժամանակին վճարում են, ժամերը լավ, նորմալ աշխատում ենք։ Լավաշը նենցա, որ կարա երկար մնա, ինչքան մնա, այնքան ավելի համովանում է, թե մենք ենք սարքում դրա համար, թե ինչ, չեմ կարող կոնկրետ ասել։ Չէ, դե մենակ որ ես աշխատեմ, պարզա որ չի երիքում, բայց մենք ամուսինս տղերքս աշխատում են կողքից, ահագին օգնություն է ցավը։ Իմ աշխատանքը ահագին օգնություն է։ Հին հնուցել եկել է այդպես, որ հացը միշտ հայերի համար խնդիր է եղել, հացի խնդիրը միշտ հայերի համար մնայուն է եղել։ Հուսա այդ խնդիրը ժամանակի ընթացքում արդեն վերացել է և հաց ստեղծելը այլևս խնդիր չի համարվի ոչ մի ընտանիքի համար։
Աշխատում ենք որակը բարձր պայենք, որ դժգոհություն չլինի, ջուրը տեղը պայենք, փափկությունը տեղը պայենք։ Մի խոսքով հայերի մեջ պահանջարկը հացի համար շատ է։ Խմորը կշռում ենք, գնդում ենք, որ ինքը հասունանա, սենց չի լինի իր հետ աշխատել առանց հասունանալու։ Գնդում ենք, որ ավելի հարմար լինի, համ վերցնելը տարայից, համ էլ չկպնի իրար, սենց ասեմ։ Ինչ ժամանակները փոխվել են, ամեն ինչ փոխվել է։ Ավելի հեշտացվել է, բայց լավաշի համը եւ բույրը նույնն է մնացել։ Թրջում ենք ոչ շատ, ոչ քիչ, նորմալ։ Եվ գեղեցիկ շարում ենք այստեղ։ Ինքը նեշտ աշխատանք չի, բայց սովորելու համար հեշտ է արդեն, որ սովորում ես, արդեն ամեն ինչն էլ հեշտ է թվում քեզ։ Կարևորը հացի համն է, կարևորը հացն է, գինը այդքան էլ կարևոր չի, մեկը ինչ էլ լինի գնելու ենք։ Դա մեզանից չի կախված գների բարձրացում, իջեցումը։ Մենք ասենք քաշերը պահում ենք, ես հիմա մեծը թխում եմ 430 գրամ, փոքրը թխում եմ 250 գրամ, նույն բանով ես իմ գործս անում եմ։ Իսկ այնտեղ արդեն ավելացումը, պակասացումը դա իմ աշխատանքը չի, չեմ կարող ասեմ։ Բայց որ էժան լինի ավելի մատչելի չի, ավելի լավ չի մեր համար, որ էժան լինի, բոլորին էլ հասանելի լինի կամ մարդիկ կարողանան օրվա հացը ուտեն կամ վայելեն։ Եթե հացը մարդ լիներ, ինքը շատ բարի մարդ կլներ։ Պիտի նեն ժամի գանք, որ հասցնենք բոլորին հաճախորդներին օգտակար լինենք, որ իրանք մտնեն արդեն պատրաստ լինի։ Իհարկե մենք էլ ենք ուտում մեր տած հացնա։ Եղել է, բայց չի եղել է, բալա։ Այ առավոտ շուտ ինձ գրավում է այ լավաշի հոտը, այն անգամ Արսենի հետ ենք զրուցում, ասում եմ Արսեն, ես առաջի հացերը որ դուրս է գալիս, դե ես գյուղից եմ եղել, մամայքս այն ժամանակ առաջ որ բա թոնդիրներում հաց էին թխում, այս առաջի լավաշի հոտը, այդ անուշ թոնդրի լավաշի հոտն է գալիս էլ, ասում քիչ ամնում տես տակ-տակ ամբողջ լավաշը ուտենք, ասում շատ համով է լինում էլ իր բույրը որ գալիս առավոտ շուտ ու գաթայի հոտը որ sense լցվում է փռում, հաճելի է, չգիտեմ։ Որ ուրիշ տանում եմ, տարբերությունը արդեն միանգամից իրանք զգում են։ Իրանք հարցնում են, ուրիշ տեղից ես բերել, ասում եմ հա։ Ոչ, չի փչանում, եթե չոր են ուզում, չոր ենք հավաքում։ Սա մերն է, մեր հայկականն է, մեր ավանդույթներն է, մեր համն են, բույրը, ամեն ինչը մեր լավաշի մեջ կա։ Շատ հեշտ է ու սիրով աշխատում ենք։ Հացի արժեքը մենք հայերս կարծում եմ գիտենք, այո։ Հաճույքով աշխատում ենք, ձեզ հետ նույնպես հաճելի էր։